Սիրելի քույրերը եղբայրներ, Քրիստոսի 140 օրեր ետք նշեցինք անոր համբարձումը երկինք, որ էր 10 օրեր առաջ։ Իսկ այսօր 150 օրեր ետք գտոնենք Բենդեգոստեի դոնը եւ գամ Սուրբ Օքին Քարսյան դոնը առաքյալներուն վրա։ Այստեղ սիրելիներ հարց տալով պիտի եսեք լավ վարդապետ 5 դականի մեջ կտեսնենք թե ինչպես Հայր Աստված կտասիարագե հրյա ժողովուրդը որպես հայր։ Իսկ նոր դակարանի մեջ կտեսնենք թե ինչպես Քրիստոս մեզ կծանոթացնի Հայր Աստծո եւ ինքը կներկայանա որպես որդին։ Լավ Սուրբ Օքին տերի ինչ է։ Ջանցանք Հայր Աստված նաև իր որդին այսօր գահստի թերը ջանչնալու Սուրբ Օքին։ Համացայմ մեր այսօր ավետարանի հատվածին սիրելիներ Սուրբ Օքին ով է։ Սուրբ Օքին նախ եւ առաջ է մխիթարիչը։ Սիրելիներ մենք մեր առօրյա կյանքի մեջ որքան նեղություններ, դժվարություններ, հարցեր եւ ուսահատություններ գաբրինք։ Շատ են, անվերջ են։ Արդու գարտնանք, հարցը մեր հետ գարտնա, գիշերը կքնանանք, հարցը չի քնանար։ Գշարունակե մեր մտքի մեջ դառնալ։ Այսօր Սուրբ Օքին էջքով, ինչպես որ ասենք, Բենդեգոստեը անպատրաստ է մեզի համար ըլլալու մեր բոլոր հարցերուն պատասխան։ Մենք որքան մեր առօրյա կյանքի մեջ հարցումներ ունենք, որ պատասխանը դակավին չունենք։ Կարելի է կանչել Սուրբ Օքին, խնդրել Սուրբ Օքին, որ ինք պատասխանե։ Ինչպես նաև մեր բոլոր դժվարություններուն մեջ մխիթարանք։ Այսօր շատ տեղեր կփնտրենք մեր մխիթարությունը։ Բայց կմոռանանք, որ իսկական մխիթարիչը Սուրբ Օքին ինքն է։ Գիտեք մեր հարցը ուր է։ Գիտենք մեր վիճակը, գիտենք մեր դժվարությունները։ Բայց փոխանակ երտանք ճիշտ բժիշկին, գտիմենք գեղձին։ Մխիթարիչը ասենք նաև է ուսուցանող Սուրբ Օքին։ Գմխիթարե եւ գուսուցանե։ Այսօր սիրելիներ, այսպես ասած ուսուցանողները այնքան շատ են, որ մարդը սկշվարի որումը դիգնել։ Շատ բարձ օրինակ մը։ Գպավե Facebook-ը բանաս։ Մեկ վարգյամա մեջ արդեն 10 տեսակ վիդեոյի կհանդիպիս։ 10 տեսակ կաղապարի կհանդիպիս։ Թեր չեմ խոսիր Instagram-ի մասին, TikTok-ի մասին եւ ուրիշ շատ միջոցներու։ Այսօր ով որ կամերայի առաջ կգենա ինքզինք ուսուցանող գսեբե։ Եվ շատ հեշտ, շատ թյուրուն։ Բայց հարցը հոս է։ Ինչ կուսուցանե։ Ինչ կփոխանցե։ Ինչ գիտենք, որ ըսածը ճիշտ է եւ որքանով ճիշտ է։ Անորամար հիշենք, թե իսկական ուսուցանողը Սուրբ Օքին ինքն է։ Ոչ թե միայն ուսուցանող է, Սուրբ Օքին է նաեւ հիշեցնող։ Ցեք ինչ կհիշեցնե։ Կանիցս կբադայի սիրելիներ, որ հերու գլանք աղոտքի եւ գամ եղեցական կյանքի։ Եվ մեր մեջ միշտ ցայմ մգա, որ մեզի գսե, գիտես, հավանական է չես աղոտած, չես աղոտեր, չես աղորդվիր, ոս է մեր թերը, կամ մդիկ գնեմ ես ատցայնին, գնստիմ ձունգի, կամ սենյակս կկաշիմ 5 վարգյան կամ պոֆիմ աղոտ մը գնեմ, կամ մադոր գիչնեմ, կամ եղեցիկ երտամ, և գամար գլերեցնեմ այդ ցայնը, հերադեսիլը պանալով, թուրս ելլելով, կոմպյուտերը սպանալով, համագարկիչը սպանալով, Սուրբ Օքին գիշեցնե,
բայց մեզ մե բանջված է, որ լսենք այդ ցայնը եւ կործատրենք այդ ցայնը։ Սակայն մեր բարասխանը միշտ նույնը գլա, ասենք սերներ։ Լրացնել մեր խիճը, որ է Սուրբ Հոգին ցայնը մեր մեջ։ Եվ այսօր աշխարհը գաշխատի մեր խղճին թեմ։ Ամբողջ պատերազմը, որ այսօր գտեսնենք, նպատակը մեկ է։ Մեր խիճը մարի, մեր խիճը գործվի, որ է Սուրբ Հոգին ցայնը։ Տեսեք սերներ։ Հիշեցնող գա, սակայն լսող եւ կործատրող պետք է։ Մեզ մե բանջված է կործատրել, հիշեցնողը գա միշտ։ Ոչ թե միայն մխիթարիչ է, ուսուցանող է, հիշեցնող է, այլ նաև խաղաղություն է։ Այսօր որգոն որ դառնանք սերներ գտեսնենք պատերազմներ եւ ադելություն։ Եվ այլևս բահված բան չի մնաց, ամեն ինչ ցեղանին վրան է։ Առաջ մարդիկ կամրջեն իրար ուսելու, որ ես քեզի գադեմ։ Այսօր շատ բարձ գսվի ես քեզի գադեմ եւ հբարդորեն։ Գիշեցնեմ ավդանի խոսքը որ գսե, եւ որ Քրիստոս վերադառնա, Սոթոմ Գոմորի վիճակը որ գար, բամը պիտի չլա, ինչ որ Քրիստոսի կալուստով պիտի իլլա։ Սոթոմ Գոմորը որքան քեշ էր, Քրիստոս երբ դառնա, ավելի քեշը պիտի իլլա, եւ մենք հոնք երտանք կամաց։ Ադելությունը այսօր հբարդությամբ կսենք եւ մեզի բարձ դարձած է։ Ինչու՞։ Որովհետեւ մեր մեջ կբացի խաղաղությունը։ Մենք խաղաղ չենք, հանգիստ չենք, ուրախ չենք։ Ոչ աղքատ ուրախ է, ոչ հարուստ ուրախ է, ոչ դրամ ունեցողը ուրախ է, ոչ դրամ չունեցողը ուրախ է։ Գիտեք ինչու՞։ Քանի որ մենք անջատված ենք մեր իսկական ինքնութենեն։ Մենք այլևս Աստծո մեջ չենք։ Աստված մեր մեջը չէ։ Կպդրենք այսպես ասած գարձեցյալ խաղաղություններ։ Քրիստոս ինչ կսե։ Խաղաղությունը սկուդամ ցեզի, բայց ոչ թե այն խաղաղությունը, որ դուք կգարձեք, ուրիշ խաղաղություն է ասիգա։ Եվ քանի որ մենք Աստծո մեջ հերույ ենք, խաղաղ չենք, հանգիստ չենք մեր սրտի մեջ, ամեն ինչ կունենանք, բայց տակավին գսկանք ու բան մգա, որ ինքը չէ, որովհետև Աստված չունինք մեր մեջը, բոլորս անխդիր։ Ոչ թե միայն խաղաղությունը կուտա մեզի, այլ մեզի ազատ գարձագե շփոթ վիճակ է։ Շփոթ վիճակը սերներ գուկա անգազմագերբ եւ կամ անկանոն վիճակ է։ Այսօր որը որ թեմքին նայես իրար անցած վիճակի մեջ է։ Չգիտեր ինչ կնա, շվարած, ինչ պիտնեմ, որ մեկի պիտնեմ, որ ինչպես պիտնեմ։ Իրար անցած, վերջավորության բամը չներ։ Եվ գիշեցնեմ, որ ասիգա չարին կորզն է։ Բայց երբ մեր մեջ ունենք Սուրբ Հոգին, Եվ բարավի չէ, որ այսօր եկա Պենտեկոստեին օրը։ Ինքն է, որ պիտի ուղղե մեր ճամփան եւ պիտի իլա մեր առաջնորդը հասնելու համար երկինք։ Ուր որ շփոթ վիճակ կա, ուր որ դակնու վրա վիճակ կա, ուր որ անգազմագերբ վիճակ կա, Ոնդեղ Աստված գոյություն չունի, իրարու վրա չխնդանք։ Ուր որ խաղաղություն կա, ուր որ հաշտություն կա, ուր որ միություն կա, ուր որ սեր կա, հոն է Աստված։ Ինչ կսե։ Ձարը կջանցվի իր բդուղեն։ Երբ որ չարություն գնես, չարին զավակնես։ Երբ որ բարիք կգործես, Աստծո զավակնես։ Ոչ թե միայն ազատ գարձագե շփոթ վիճակ է եւ մեզի գազմագերբ է։ Քաչություն գուտա։ Չարին գործը միշտ ու միշտ եղած է մեզի վախի եւ գասկածի մեջ բահել։ Չարը գվախցնե։ Չարը գասկածի մեջ կցկե, բայց երբ Սուրբ Հոգին բնագի մեր մեջ,
եւ հերացնել չարը մեր մեջ են եւ գամ մեր սրդեն, այդ բահոնը որ պիտի իսկանք թե մենք փարսյալին որդիներն ենք։ Երբ որ փամը պիտի ինեմ եւ մեջս վախ կա, կնշանակե Աստծո գործը չի ադի։ Հստակ է։ Երբ որ փանը մեկը վախնամ ես, կնշանակե չարին ցերկի մեջն եմ։ Որովհետև ինչ որ Աստուծո է, խաղաղություն է, բարիք է, սեր է, ոչ ավելին։ Ինչպես նաև վերջին գեդը, Սուրբ Հոգին է մղողը գադարելու Աստուծո բադվիրանները եւ ոչ թե չարին բադվիրանները։ Այսօր մեզ ամեն մեկը ունի իր եւ իրեն համեմատ մշակված բադվիրանը։ Այսօր ես կարտնամ միտքիս մեջ բադվիրանը գշինեմ, կհամոզվիմ, լավ է, հաճելի է եւ գտարն Աստվածային բադվիրան։ Լուծվեցավ հարցը։ Ինչու պարտացրեմ կյանքս։ Բայց ադի քու բադվիրան դե Աստծո չէ։ Սակայն եւ մեր մեջ ունենք Սուրբ Հոգին եւ գամ զինք դերդված ենք մեր սրդին եւ կյանքի մեջ։ Պիտի տեսնենք թե բոլոր այսպես ասած մեր բադվիրանները որ սուտ են, համոզված ենք որ ճիշտ են, բայց սուտ են, գեղձիկ են եւ անհիմն են, բացի երկնայինը եւ այն ինչ որ մեզի դրված է երկինքեն, ադիգա է ճիշտ է որ մենք Սուրբ Հոգին ունենք մեր մեջ։ Սերներ, որչափ խոսենք, դագավին քիչ է։ Որչափ նշենք Սուրբ Հոգին թերը մեր կյանքի մեջ, դագավին թերի գտնվենք։ Այսօր ուզեցի զադել այս 7 գեդերը եւ ծեր ցերկերուն մեջ ցնել, որբեսի մտածենք ասոնց մասին։ Ավասիկ սերներ, մեր այսօրվա դոնի նամագեն բաժիմը։ Այսօր համայն մարդկությունը գաբրի շվարած վիճակիմը եւ գարոդի ուղղության։ Ուղղություն չի գա այսօր։ Դա վիճակ։ Եվ մենք ենք որ այդ վիճակ ուզենք եւ կստեղծենք։ Եվ որբեսի ճիշտ ուղղությամբ ընտանանք մեր կյանքի մեջ, կանչված ենք ընդունելու մեր մեջ Սուրբ Հոգին, որբեսի միայն ու միայն ինքը լա մեր ճշմարիտ եւ միակ ուղղությունը։ Ճամփաները շատ են, ելքերը շատ են, բայց Երանի անոր, որ գեհդեվի միայն ու միայն Աստուծո, Սուրբ Երրորդության եւ երկինքին ամեն։ Հավատամ իմի Աստված